Ուարա։ Մենք հաց ուտելու։ Վերջին մի քանի ժամն է Բարսելոնայում։ Ես գլխիս ասма կարա շարունակեք, որ չասեի այնտեղ ժամերով կանգնած մնալու էի։ Zenit Brunch and Cocktails։ Իմ գտած տեղն է, գյոզալ տեղ եմ գտել։ Կեղտ է, նայի մի հատ, ոբշի, փոքր սեղանի, այգս կակտուսներ պակաս։ Գյոզալ տեղ եմ գտել։ Եվս մի տեղ, որ մենք ես խորհուրդ ենք տալիս Բարսելոնայում, Zenit Brunch and Cocktails։ Փակեցինք 34 եվրո հաշիվ։ Ըստ թվում է տելիքի որակը, քանակը ու այս գինը օքեյ են իրար հետ։ Շարժվում ենք առաջ։ Մեզ լավն են։ Զառա եմ մտնում, Բարսելոնայի 80,000-րդ զառան։ Գել ենք իրանց վերնիսաժ։ Ինչ լավն են իրանց։ Ուլիչնի մուզիկանտ։ Llorona de un campo limpio, de mi llorona, 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 de un campo limpio, el que no sabe de amores, llorona no sabe. Սաղն են գործի վրա։ Պարզեցինք, որ արձանիկները խորհրդանշում են համեստություն։ Ռուսերենը շատ լավ բառ, որը չենք կարող ոչ մի կերպ թարգմանենք հայերեն, զազիմլյոննեստ։ Համեստության խորհրդանիշն է։ Շատ սիրալիր էր տղամարդը, ինձ նույնիսկ հարցրեց վերջինս, կուզեք դնեմ տանեք այդ քաղցրավենիքը, որ մինչև վերջին կեր։ Խմեցինք 2 ամերիկանո և 2 թխվածք կերանք, փակեցինք 19 եվրո հաշվի։ Էս ինչ հա նոր։ Այա, այստեղ մասին նշել եմ։ Այն պակետները որ դրած է, մոռացված բերքեր է, քանի երկու Քանի բան վերցնենք, բացենք։ Էս ինչա։ Նիրը, որտե որ աղբաման կա։ Չմ կարում։ Չմ ավատում, էս ինչա։ Օ, էս փորիկա, շատ սիրուն է։ Ես կեթե սա չենք ուզում, ինչ ենք անում։ Վերջին։ Խի եք պատվի էր սենց բան։ Գնանք մի հատ։ Չէ։ Բայց կուպալնիկը շատ լավ է։ Կուպալնիկը զրկցեցի։ Հյուրանոց, Բարսելոնայի official խանութի կասայի աշխատողը հարցրեց մեզ, ասեց որտեղից եք, ասինք Armenia, ինքը իր գործը արեց, վերջացրեց, մեզ պարզեց մեր ապրանքը ու ասեց շնորհակալություն։ Այդքան է, սրանով ավարտում ենք Բարսելոնայի մեր վլոգը, բայց տակ վլոգ դեռ գալու է։ Gracias Barcelona, Barcelona, gracias։ Ժամանեցինք Մալագա։ Ոնց որ արդեն զբոսնում ենք։ Առաջ բարություններից են որ մաքուր է։
հրաշալի օրեր են մեզ սպասում, մի շաբաթ դեռ էստեղ ենք, բայց հենց Մալագայում չենք լինելու, տարբեր քաղաքներ ենք գնալու, Costa del Solով պտտվելու ենք։ Այդ ինչ ես դու ուտում։ Ոնց ես բաստովը։ Մենք հասանք մեր հյուրանոց, որը գտնվում է Torremolinos քաղաքում, ծովափնյա, որը Մալագային տպած է։ Իսպանացիներ, իսպանուհիներ։ Oh yes, in Barcelona for my։ Հիմա մեր հյուրանոցի դիմաց sense մի հատ հավես կաֆեշկա է, որ ասենք սուրճ վերցնել, բայց կարդացի, որ churros են տալիս, ծովային կողմնա, կստացի։ Գնանք մի հատ։ Վայ, ստապարա ինչ է դուզու։ Օ, մորե, մորե, մորե։ Hotel Isabel, Hotel Tarik, Hotel Los Jasminas, Apartamentos Bajondilo։ Խզարում եմ իսպաներեն։ Oh, more! I'm here! Good morning, my friends! Աղ, ինչ ես երկում այդքան։ Ինչ ես երկում այդ արոդակ ձայնով փոփիկ։ Ճիշտ է, խոսում են նշանակում։ Մենք մեր այսօրվա նախաճաշը սկսում ենք ձկան շուկայից, որտեղ փորձելու ենք տարբեր տեսակի ծովային ուտելիքներ, մթերքներ, ծովամթերքներ մեկ բառով ասված։ Հլնդեին սիրուն են, ոնդ են նկարացել, գույնը։ Ծովամթերք սիրող մարդու համար այս տեղը պրոստը դրախտ է։ Ես ինչ է էլի, որ մի հատ է ուտում ենք, հələ մի հատ է ուշադիրն է։ Դելիկատես։ Thank you. Thanks. Bye. What is this? Malanga. Is it a fruit? Բատատի նման բան է էլի երևի։ Come on. Այս ինչ-որ ձևով սարքած է թե։ Իրա յուղ։ Հա։ Հետևորդներից ցույց տամ ինչ ենք հենց այս պահին ուտում, կրիվետկաներ, գրիլ արած, աղա վրան, խոշոր։ Դժում է, որ թքած ունեն, ապսետ լծվել է, չի լծվել։ Դեստեղա։ Չէ, բաբշե, լուբոյտեղ ստեյ տենց հավանջավար։ Զայքյանի վրի հապա, 15 րոպե մեկ դի տաղճիկը պապսե է փոխում։ Ավելի հաճախ։ Այս իսպանյան ջոր ուտեսա։ Ոնց տեսնում եք, մենք ընդհանրապես սոված չենք։ Չնայած է սովածի բան չէ, ոնց որ սեմիչկա լինի, այդտենց չրթելու ուտելիք է լրիվ անմահական համով։ Ուրեմն այստեղ բավականի տարածված է այդ լոտո խաղալու, ջնջելու կուլտուրան, հիշում եք ժամանակին Հայաստանում էլ շատ տարածված, քանի որ ես միտք ունեմ այստեղից միլիոնով հետ գնամ, եկել եմ որ լոտո առնեմ։ Can I have 3 this black ones? Չունի աշկիս։ Շատ տակերից է տալիս։
Two, the blue one, yeah. Այսինքն է, իրա։ Thank you. Gracias. Լոտոներ, տարբեր տեսակի, տարբեր արժեքների, մենք ազարտնի մարդիկ ենք, 50 եվրոյի տոմս էի առել, հիմա ստացվեց, մենք շահեցինք 87 եվրո, իմ փողը հետ եմ բերել, ժողովուրդ ջան, ստեղ մի հատ տոմսի մեջ կար 5 անգամ 10, մի հատ տոմսով իմ 50 եվրոն հետ եմ բերել, այս էլ այդ 37-ն է, տան մեզ սկան են անում, տոմսերը տեղում էլ փողը տալիս են։ Մենք արդեն ճանապարհին ենք, առաջին քաղաքը, որ գնում ենք կոչվում է Միխաս։ Քաղաքը հայտնի է իր ավանակներով։ Իսկ իսկականներ էլ կան։ Վայ, հեսա, տեսել ես։ Իսուկ։ Լուլուկ, նեղացած մի բանից։ Էշա։ Նեղացել ես որ։ Նեղացել է որ լունային չենք բերել։ Բայց ինչ հետաքրքիր է առաջի անգամ որ կպնում ես իրենց սենց են։ Ամեն շատ սիրուն է, սպիտակ։ Ես սազում եմ ես տեսարանը։ Սա ներեք ջան, ժամանակակից արվեստի թանգարան է։ Այս նեղ փողոցի վրա, այսինքն մի գծով պիտի ավտոները գնան։ Հիմա այս կինը կանգնել է, սենց խոսում է վարորդի հետ, բայց հետևից արդեն մեքենաներ կան շարված։ Բայց այդ հետևի մեքենաները ընդհանրապես չեն բողոքում։ Բայց ճիշտ եկանք, սուվենիրների խանութից հալարանք, սես իրասիրեցին, այս ճուրը խմելու է, չէ? Այո։ Թուզը, չեմ շում վերջի անգամ սենց կաղցր թուզ երբեի կերը։ Հլա սա Անդալուզիա։ Անդալուզիա։ Հիմա սա թուզ։ Թուզիա։ Զգում ես։ Հիմա էշ թեձի, Միխասից գնալուց առաջ, եկանք Միրադոր, սրճարան, սուրճ խմենք, պախուա գուտենք ու նոր շարժվենք առաջ։ Ախ, այս ինչ վյու է, այս ինչ վյու է։ Այս հրաշալի մթնոլորտից, այս հրաշալի սրճարանից ավարտում ենք մեր տուրը Միխաս քաղաքում, նստեցինք սրճարան, խմեցինք սառը սուրճ, ջուր, մի խոսքով հաշիվը կազմում է 16.40 եվրո։ Մի քիչ այդտեղ դժվար են հասկանում սառը սուրճ հասկացողությունը։ Ուզեցինք սառը սուրճ սառույցով, ինքը մեզ բոլորիս բերեց տաք սուրճ, բերեց, դրեց, հետո ասեց սառույց եք ուզում, բայց պատվիրելուց 10 անգամ ասցիք, որ ուզում ենք սառը սուրճ։ Մի խոսքով հրաշալի էր Միխասը, ամեն ինչ շատ սիրուն էր, հեքիաթային, աչք շոյող տեսարաններով։ Կարելի է այս փոքր քաղաքից մի հատ sense հուշի կառնել։ Այստեղ ինչ կա։ Ավադակ։ Միխասից գնալուց առաջ մի հատ անպայման տեսնենք իրանց հրապարակը։ Աղնի ծառի սիրուն է։ Սիրուն է, չէ՞։ Հաջորդ քաղաքը կասեմ որն է, դեռ չգիտեմ։
30 րոպե եւ մենք հայտնվեցինք լրիվ ուրիշ քաղաքում Մարբեյա, այդպես է կոչվում այս քաղաքը։ Այս քաղաքը մյուսից տարբերում է նրանով, որ ստեղ շատ են հարուստները, հեսա գնալու ենք ապ, որտեղ յախտաներ են։ Կարաս դասավորես մի հատ փոված կպնի ստեղ։ Հիմա էսա սենց խակա, չէ՞ այս այդունը։ Ինտալեսա։ Marbella Village. Հլասա դինջ։ Դինջ։ Տես մի վանգոն նարինջ։ Ու այս ինչի հոտներ։ Ալա, լոլոկ։ Happy hour. Hola. Խակեն հլը, թե էսենց սորտա կանաչ։ Այս կողեն իմ սիրած բանն է, որ ես փնտրում էի։ Մասա նարինջ է, թե մանդարին։ Այս ճյուղը հլը նկար։ Սիրում եմ։ Marbella. Nice. Feliz Navidad. Bernabé, patrón de Marbella. Կամած ապելսինի սոկ Մարբեյայում։ Hello. Մագն մենք ինչ-որ տեղ, որ դալի արձանները կան, մի քանի հատ ինչ-որ տենց հրապարակ կա։ Պերսեյ։ Ենթադրաբար իրա ստորագրությունն է, հա։ 10 հատա, բայց ամենահայտնիները այս 5-ն են, Պերսեյ, Gala Asomada alla Ventana, Gala у окна. Это Меркурий, вариация на тему римского бога торговли и вестника Меркурий. Лошадь с всадником, спотыкающаяся. Человек на дельфине. Մարբեյայի այդ հարուստների թաղամաս ենք եկել։ Բայց թվաց ես էլ եմ այդ հարուստներից մեկը։ Սպասում եմ, որ սենց գան վարորդը սենց վերցնի, գնանք շոփինգի։ Հա, լավ, սենց ավտոներ Երևանում լիքն է։ Սա գնալու ենք պորտ, տեսնենք արդեն յախտաները ու հարուստների օդ շնչենք։ Ավտոների շարասյուն, Lamborghini, Porsche, BMW, Audi, բոլորը վիշի կլասի մեքենաներ ու դե յախտաները կանգնած։ Ավոր հետաքրքիր է էլի ովքեր են մեջը։ Ուրեմն գերմանացի։ Ռեստորաններ ու թանգանոց խանութներ, բրենդային խանութներ։ Կիկո, խնդրեմ։ Ժող, եթե 4 ժամ ունեք ազատ, հա, հարմար, մի հատ 4 ժամը 1300 եվրո է, կարծում։ Չեն, ջոջի յոխտոն է ուզում։ Սենց կանգնած նայում էինք, թե որ կանգնած էր տեսար։ Սենց սպասում էի սենց հավեր։ Սենց խեղճայացքով կանգնի նայում ես, լավ, արի մի հատ մտի ֆրա մեջով գնա։ Ինձ հետաքրքրում է իրանց lifestyle-ը, իրանց առօրյան հետի ախտայում։ Այս պիցցանոցի համար հերթ են կանգնել։
Կեչապս են դնում։ Շնորհակալություն գժակակ ռեստորանին, որտեղ աննկարագրելի շատ կերանք եւ փակեցինք 109 եվրո հաշիվ։ 2 հատ պիցցա, պաստա, պլյուս սկսելու համար մի քանի բան։ Մենք հեռանում ենք այս luxury հայրից, մեր road trip-ը այսքանով կավարտվի այսօր։ Եղանք Միխոս եւ Մարբեա քաղաքներում, տեսանք անհավանական թանկարժեք նավեր, կատերներ, յախտաներ, մարդկանց, խանութներ, ռեստորաններ։ Միխոսքով հավես էր։ Շարունակելու ենք բացահայտել մեզ համար Իսպանիան։ Դուք մնացեք մեզ հետ, դեռ լիքը հավես բաներ ունենք տեսնելու։ Միասին հաջողություն։